Նա օժտված է ամեն ինչով՝ գեղեցկություն, ճկուն մարմին, նրբագեղություն, խարիզմա, ռիթմ, եւ այդ ամենը ձևավորում է նրա բարի անկրկնելի ոճը։ Բեմի վրա նա իշխող է, նրա պարը մոգական ձգողական ուժ ունի, նա հանդիսատեսի ուշադրությունն անմիջապես գամում է իր վրա, նրա քայլի ռիթմը կատաղի է։ Այսպես է բնութագրում միջազգային մամուլն Իսպանիայում ֆլամենկոյի ամենակարկառուն պարուհիներից մեկին Ռեբեկա Օրտեգային, որը օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ելույթ ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Լռության ապստամբությունը խորագրով բեմադրությունը նվիրված էր Իսպանիայի ազգային օրվան եւ կազմակերպվել էր Հայաստանում Իսպանիայի թագավորության դիվանագիտական գրասենյակի իդեմս գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆերնանդո Խիրոնի եւ ազգային ֆիլհարմոնիկի գործակցությամբ։ Բավականին հաճախ կազմակերպում ենք համերգներ դիվանագիտական միսիաների հետ։ Խոսքը գնում է ոչ միայն Իսպանիայի մասին, խոսքը գնում է եւ Իտալիայի, եւ Լեհաստանի, Գերմանիայի, եւ այս անգամ Իսպանիայի, Ֆրանսիայի հետ մենք ունենք ֆրանկոֆոն ուրեմն ծրագրեր։ Դա մեր, այդպես ասած, նվագախմբի եւ մեր հիմնարկի կարևորագույն քաղաքական ծրագրի էլեմենտ է։ Պարուհին Հայաստանում է արդեն երկրորդ անգամ, սիրել է մեր երկիրը, հայերին, ասում է իրեն տանն է զգում, քանի որ հայերը խառնվածքով նման են իսպանացիներին։ Իր հետ Իսպանիա տանելու է հանդիսատեսի ջերմությունը, նաև հաճելի զարմանքը, որ հայերն այդքան սիրում են իսպանական ազգային երաժշտությունը։ Այս անգամ Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկանք տրիոյով։ Երգչուհին Բելեն դե լոս Ռեեսն էր, իսկ գիտարահարը իմ վիրտուոզ ընկեր Ալեկ Ուիլսը։ Հրաշալի համերգ ստացվեց։ Ձեր հրաշալի երկրում մենք նշեցինք մեր երկրի ազգային տոնը։ Երջանիկ էի կրկին տեսնելու հայ հանդիսատեսի խանդավառ հայացքները։ Յուրատեսակ մշակութային երկխոսություն, համերգն այսպես է բնութագրում Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատարը, նշում է ուրախ կլինի Իսպանիայում կազմակերպել հայկական դասական եւ ազգային երաժշտության համերգներ։ Կարծում եմ հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում հայ երաժշտասեր հանրությանը իսպանական երաժշտության երեկոներ պարգևելը։ Թեև ես հայ կոմպոզիտորներից միայն Արամ Խաչատրյանին եմ ճանաչում, բայց գիտեմ, որ դուք էլ երաժշտական մեծ գանձարան ունեք եւ դա տանել Իսպանիա շատ հետաքրքիր կլինի։ Տպավորված եմ արձագանքներից եւ հուսամ մեր մշակութային շփումները ամենամյա կդառնան։ Սիրո եւ ատելության միաձուլումը բարի լեզվով հայ հանդիսատեսը դեռ երկար կհիշի։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։